Վազգեն Սարգսյանի նամակը նոյեմբերի 5-ին ժամը ուղիղ 22:45-ին հայ հեռուստադիտողին սպասում է ծավալուն եւ բացառիկ եթեր, նվիրված հոկտեմբերի 27-ին եւ Վազգեն Սարգսյանին։ Նախորդ հաղորդմանը քաղաքագետ Արամ Ավետիսյանը հայտնել էր, որ եկեղեցի իշխանություն եւ ընդդիմություն լարված իրավիճակը ստեղծել եւ կառավարում է Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա ինչ անում երկրորդ նախագահը, ամենայն հավանականությամբ տանը իր համար թաքնված 3 դիագնոզներով ու պոպկորնով դիտում է ամենը, թե սրբազաններին ոնց են դատում, ու ինքը դրանից հաճույք է ստանում իմիջայլոց։ Թերևս Հայաստանում այն եզակի մարգարցից է, որը որ շատ լավ ճանաչում է Ռոբերտ Քոչարյանին, որովհետև նա եւս Ռոբերտ Քոչարյանի տուժողներից է եւ շատ լավ պատկերացնում է, որ այն ինչը տեղի ունենում մեդիայում, դա Ռոբերտ Քոչարյանի կազմակերպվածն է։ Ինչպես էր պատրաստվում Ռոբերտ Քոչարյանը Ադրբեջանին հանձնել Մեղրին ամբողջությամբ եւ ինչպես կանխեց Վազգեն Սարգսյանը։ Մեղրի փոխանակման առաջարկը եղել է Ալիևի կողմից։ Ինքն էր այդ առաջարկը արել։ Հայաստանը Ադրբեջանի ներզիջելու Մեղրու շրջանը։ Հո, Մեղրու շրջանը ամբողջությամբ որևէ Հայաստանի իշխանություն չէր կարող դրան լուրջ վերաբերվել։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, երբ Վազգեն Սարգսյանը տեղեկանում է, որ Քոչարյան Ռոբերտը Հեյդար Ալիևի հետ արդեն բանակցում է այդ Պոլ Գոբլի ծրագրի կոնտեքստում, մեր ունեցած տվյալներով նա ուղղակի աթորով այդպես հարվածել է Քոչարյանի գլխին, որից հետո Քոչարյանը դիմել է փախուստի։ Ինչ պայքար էր սկսել Վազգեն Սարգսյանը եւ ում էր խանգարում։ Ես չեմ պատկերացնում, ես նորապես նախարար եմ եղել երկար տարիներ։ Եթե ինձ ասեին, ես ինչ տեղում ես թալան գնում, քո գերատեսչության մեջ։ Ես չէի կարող քնել ուղղակի, մինչև չպարզեի, մինչև դեմը չարդեի, մինչև հերը չանիծեի։ Վազգեն Սարգսյանը կարող է հասարակ քաղաքացիներին նեղացնելու, շուտ մեկին վատ բան ասելու, չէ։ Այս լրբի տղեկի հարցերն էր լուծելու։ Սրանք չէին կարող այս գույլատ անեին։ Բա իրանց էր խանգարում։ Դրա համար Քոչարյան Ռոբերտ հետ հելան գնացին ընկան Ռուսաստանում Կրեմլի պատերի տակ։ Ինչ էր բանակցում Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի հետ։ Ահաբեկիչները հերիք չի սպանեցին այսպես վարչապետին, ազգային ժողովի նախագահին, բայց մի բան էլ ահաբեկիչների հետ եկավ հանդիպեց Ռոբերտ Քոչարյանը, Սուրբը։ Ես դա նույնն է, որ օրինակ Ջորջ Բուշը գնար Բեն Լադենի հետ հանդիպել սեպտեմբերի 11-ի ահաբեկությունից հետո, սա շատ հարցերի տեղիք տվեց։ Ուր անհայտացավ Ռոբերտ Քոչարյան եւ Նաիրի Հունանյան բանակցության ձայնագրությունը։ Ուր է վերջի վերջո ձայնագրությունը Ռոբերտ Քոչարյանի եւ Նաիրի Հունանյանի այդ զրույցի, երբ նրանք հանդիպեցին եւ նաեւ չմոռանանք հայտնի այն դեպքը, երբ Տիգրան Նաղդալյանին սպանեցին եւ ինչ կապ ունի հոկտեմբերի 27-ի հետ գեներալ Հրաչյա Հարությունյանը, Հարությանը առավել հայտնի կրակեմ Հրաչը։ Հոկտեմբերի 27-ին, երբ ազգային անվտանգության ղեկավար այն ժամանակվա Սերժիկ Սարգսյանը ինչ-ինչ հանգամանքներում հայտնվել էր Արցախում, տեղում չէր, ես կցանկանամ, որ այդ մարդիկ հետամուտ լինեն եւ հասկանան եւ փորձեն բացահայտել, թե կրակեմ Հրաչը առհասարակ հոկտեմբերի 27-ին որտեղ է եղել։ Ինչ էր գրել Վազգեն Սարգսյանը իր նոթատետրում։ Վազգեն Սարգսյանը ոչ միայն այդ իր հուշերը, իր օրագիրը եւ այդ նամակները իր տանն է եղել, այլ նաեւ չմոռանանք Արտուր, որ նա եղել է Միացյալ Նահանգներում եւ մենք ունենք հստակ ինֆորմացիա եւ այսօր վարում ենք բանակցություններ։ Քոչարյանի կողմից տրամվայի գծերի վաճառքի մասին մեր հաղորդումից հետո քաղաքացիները ուշագրավ մանրամասներ են հայտնում։ Մարդը զանգարել է, մոտո ես հանդիպել ենք, ասում է ես ջուրֆայում եմ եղել Իրանում, անձամբ տեսնում թե տրամվի նոր այդ գծերը, որով պահեստում եղել է, որ պետք է փոխարինվեր, ավելացվեր, ասում եմ մի անգամից ջուրֆայում վերում հանձնում էին պարսիկներին Քոչարյան Ռոբերտի թայֆին։ Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի սիրո պատմությունը։ Շուտ քիմիա էր, ասում են ու Պուտինի մեջ քիմիա կար։ Կարող է ուրիշ բան կա, չենք իմանում Ռոբերտ քո Պուտինի մեջ։ Հələ մի քիչ պատմի երիտասարդ։ Արմեն Գևորգյանը հիմա կնեղանա ինձ։ Բացահայտումներ եմ անում, բայց Արմեն Չիկնեն դու պատրաստվի։ Դատական գործերի մեջ թաթախված Քաջարյանի համայնքապետը ինչ կապ ունի Քոչարյանական կլանի հետ եւ ինչով է զբաղվում։ Շատ կարևոր ինֆորմացիաներ ենք ստացել Քաջարյանի համայնքապետ, ինչ-որ Մանվել Փարամազյան կա քրեական գործերով անցնում է երիտասարդը, նաեւ մեզ փոխանցել են, որ այս երիտասարդը կապված է Քոչարյանի հետ, այդ Քոչարյանական կլանի, այդ Պաղանձամոլդինային կոմբինատի հետ եւ նաեւ մեզ
տեղեկացնեմ, որ Ինչպես են արցախցիներին ներարկում ատելություն Հայաստանի Հանրապետության եւ իշխանության դեմ հանուն իրենց կեղտոտ խաղերի։ Պատիվ է Հայաստանը ներկայացնել աշխարհին, Հայաստանի հետ միացնել Արցախը, ինչ մրցույթ ներքեցալը միշտ Արցախի դրոշն իմ հետ տարալը։ Իմ կյանքում ամենաառավել սերը դա հայրենիքն է։ Բոլորից առավել սոսը։ Դաժե մամայից, պապայից առավել, հա։ Ինքս իզնից խռով եմ, որ մինչև հիմա դավաճաններն ու սրբապիղսները չեն պատժվել 20 թվականից հետո, թե Հայաստանում, թե Արցախում, ազգի կորիզը սիրում եմ, են իսկական ազգ սիրում եմ, բայց այսպիսի իրավիճակում ես երբեք չեմ ուզի աշխարհին ցույց տամ Հայաստանը։ Ասում եմ, ես էլ չեմ ուզում Հայաստանի համար ներկայացնեմ աշխարհում ներկայանամ, այսինքն ոնց դու Հայաստանի Հանրապետությունում հիմա քույրիկ ջան բնակվում ես, դու ոնց չես ուզում ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը։ Եթե քեզ թվում է դու դուրս ես եկել իշխանությունների դեմ, դրանով իշխանությունն ես վնասում, ոչ դու Հայաստանի Հանրապետությունն ես վնասում։ Այդ 15 տարի ներկայացնել ես Հայաստանի Հանրապետությունը։ մի քանի չընթերլով բոմժ դավաճան, Ղարաբաղցի տականք, Քոչարյանի Սերժի այդ թուրքերը, Հեյդարի գլխավորությամբ հայազգին այսօր գցեցին։ Հիմա այդ խեղճուկրատ մարկած ինչ են ներարկում։ Այս եւ այլ կարևոր թեմաների մասին ծավալուն եթերը դիտեք այսօր, նոյեմբերի 5-ին ժամը ուղիղ 22:45-ին։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որ նոր տեսանյութերի ծանոթությունները ստանաք առաջինը։